նիստերի քննարկումը շարունակվում է դատական նիստերի քաղաքականությունը զեկուցել ովքեր ներկայացել են դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Մեղադրյալ Միքայել Աջապայանը, պաշտպաններ Զորաբյանը, Ահարոնյանը, Աքնունիսը, Ֆարմանյանը, Սարգսյանը, Շատ լավ, հիշեցնեմ, որ նախորդ դատական նիստին լսեցինք պաշտպանական կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, այնուհետև դատական նիստը հետաձգվեց աշխատանքային հովանավորքի պատճառով։ Միջնորդության կապակցությամբ որևէ լրացրիչ դիրքորոշում ունեն կողմերը։ Ոչ պնդում ենք։ Նման պայմաններում դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները որոշում է Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի, Շահերի պաշտպանը Ռոման Ահարոնյանի, Արա Զորաբյանի, Եղեմ Սարգսյանի, Հարութ Աքնունցիով Մարինե Ֆարմանյանի կողմից ներկայացված խափան միջոցի փոփոխման մասին միջնորդությունը բավարարել։ Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել եւ նրա նկատմամբ որպես այլժանքային խափան միջոցներ համակցված կիրառել տնային կալանքը բնակության հասցեն քաղաքի Մյուրիչկովի փողոցի տուն 6, իսկ բժշկական հաստատությունում ստացիոնար բուժում անցնելու պայմաններում տվյալ բժշկական հաստատություն եւ բացակայելու արգելք։ Տնային կալանքի ժամկետը սկիզբը հաշվարկել Մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աջապայանին փաստացի հաշվառման վերցնելու պահից։ Խափան միջոց տնային կալանքի գործողության ընթացքում արգելել Մեղադրյալին շփում ունենալ բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ օգտվել արտադրության այլ ձևերից։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում Մեղադրյալի մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի 1 ծառայողի եւ վարչատնտեսական մասի 1 աշխատակցի։ Անհրաժեշտության դեպքում Մեղադրյալի առողջական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնող բժշկական անձնակազմի, ինչպես նաեւ շտաբ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարարություն կանչելու կամ վերահսկողություն իրականացնող մարմիններ կապ հաստատելու դեպքի վրա, իսկ այդպիսի դեպքում այդ մասին անապահ տեղեկացնել վերահսկողություն իրականացնող մարմին։ Տնային կալանք խափան միջոցի կատարում եւ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հրաժարության նախարարության պրոբացիայի ծառայությունը։ Պարզաբանում եմ նաեւ, որ որոշումը կարող է բողոքարկվել հրաժարվեք դատարան այս ստանալու անից հետո 15-օրյա ժամկետում։ Դատարանը ցանկանում է նաեւ պարզաբանել, որ հոգևոր դասի ծառայողի եւ վարչատնտեսական մասի աշխատակցի տվյալները կտրամադրեք դուք վերահսկողություն իրականացնող իրավասու մարմին։ Դատարանն ասում է զեկույցին